Այստեղ ահազանգեր կային, պարոն Շամոյան, ինչ ընտրախախտումների մասին է խոսքը։ Մեր վստահված անձինք նկատել են, որ ոչ միայն այս ընտրատարածքում, այստեղ նաև հարևանության գտնվող մի քանի համայնքներում վստահված անձինք են գրանցվել համայնքների վարչական ղեկավարները։ Իհարկե օրենքը գուցե չի արգելում, բայց փաստացի այս մեթոդաբանությամբ աշխատելով ու գյուղաբնակ համայնքներում, քանի որ շատ են կապերը համայնքներում, սա ուղղակի ընտրողների ազատ կամ արտահայտության վրա ազդող հանգամանք է դառնում, երբ որ ընտրողը հայտնվում է ընտրական տեղամասում ու հանդիպում է իր համայնքի ղեկավարին, միանգամից բնականաբար կաշկանդվածություն կարող է ստեղծել ու ընտրողը չի կարող ազատ իր կամքը, ընտրական կամքը արտահայտել։ Այս առաջնային խնդիրն է, որը մենակ մեր համայնքին բնորոշ է, այսինքն կարծես թե համատարած բնույթ է կրում ու պետք է իրականում մտածել, երբ որ ունենանք ուժեղ Հայաստան, ունենանք նաև փոփոխություններ, որ ընտրությունները արդար դառնան, ընտրությունները ազատ դառնան, իսկ սրանք բնականաբար այն պայմաններն են, որոնք խաթարում են ընտրությունների արդարության, ընտրությունների հավասարության ու ազատության գաղափարները։ Պետք է այս ամեն ինչին վերջ տալ ու ես համոզված եմ, որ նաև մեր քաղաքացիները պայքարելու են նաև իրենց քվեով սրա դեմ, որպեսզի սա վերանա, որովհետև Նաև խոսակցություններ եղան, որ տարբեր ուժերի վստահված անձինք աշխատում են քաղաքացիական պայմանագրի օգտին։ Ահազանգել են, որ գրանցված վստահված անձինք կան այլ քաղաքական ուժերից, օրինակ Հանրապետություն կուսակցությունից, Արամ Սարգսյանը։ Նաև հանուն Հանրապետության կուսակցության վստահված անձի մասին կարծես խոսակցություններ կան։ Քանի որ ես տեխնացու եմ եւ իրավունք չունեմ վերահսկողական ֆունկցիաներ անելու, բայց մեր վստահված անձինք այդ մասով ահազանգերը ներկայացրել են, այսինքն կարծես թե մոտ 6-7 վստահված անձինք կան այստեղ, որ ամեն կուսակցությունը երկու վստահված անձ կարող է ներկայացված լինի, բայց փաստացի այստեղ մենք արձանագրել ենք, որ կան մոտ 6-7 հոգի, որոնք վստահված անձինք են ու բոլորն էլ ՔՊ-ի համար են փաստացի ձայներ ապահովում, այսպես ասած, ու իրենց ներկայության նաև ազդում ընտրողների կամքի վրա։ Աննախադեպ ակտիվ է նաև ընտրողների մասնակցությունը։ Մեր համայնքի համար նաև կարծում եմ հարակից էլի համայնքներ ունենք, այս կարգի բարձր մասնակցությունը անորմալ է ու իհարկե բարձր մասնակցությունը նաև դրական ասպեկտ ունի, մենք բազմիցս հայտարարել ենք, որ կարևոր է գնալ, իհարկե էլ մասնակցել, բայց այդ դեպքը չի, սա այսինքն հստակ ուղղորդումների կազմակերպված բերելու դեպքեր են։ Ինստրուկտաժարված, այս մեթոդաբանությամբ այս գործը առաջ են տալի։ Բայց ես համոզված եմ, որ բնականաբար որևէ արդյունք սա չի ապահովելու, որովհետև մեր քաղաքացիները իրենց կամքը ազատորեն դեռ արտահայտելու են ու կոչ եմ անում մինչև ժամը 20:00 ակտիվորեն գնալ, քվեարկել, որպեսզի այս կամայականությունները, այս ապօրինի միջամտությունները ընտրողների կամքի վրա որևէ ազդեցություն չունենա իրական արդյունքի վրա եւ մենք ունենանք ուժեղ Հայաստան, ունենանք Շնորհակալություն։